Որոջես Դուք եք հա այդ բաժին գրենք էլի պետք է նկարահանեմ հաղորդում տալու process-ը ասեք ձեր ահազանգի բնույթը ահազանգիս բնույթը նա է որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանը ապօրինաբար հրաժարվում է մինչ օրս ինձ տրամադրել իմ իրավունքներին առնչվող փաստաթղթերի պատճենները կատարվել է իր քրեական օրենսգրքի 208 հոդվածով նախատեսված հանցագործություն Լսում եմ Մալով մի քիչ այն կողմի վրա կարաք նստեք դեպի Մատ տամ Արտուրին ասալ ինքնաբանալ Լսում եմ Լավ Կխնդրեմ գաք մոտիկ, որովհետև ձեր հաղորդումն ենք արձանագրում, հարցեր պետք է տրվի ձեզ Անուն ազգանուն հայրանուն Էրիկ Իգորի Եղինյան Ծնված օր ամիս տարեթիվ 1976 թիվ նոյեմբերի 22 Հասցեն Քաղաք Ստեփանավան Աշոտաբերդ թաղամաս Շենք 10 բնակարան 5 Հեռախոսի համար 077 27 07 38 Ձեզ նախազգուշացվում ասուտ մատնության Իհարկե, ես սուտ մատնություն չեմ կատարել 476 հոդվածով շատ լավ գիտեմ քրեական պատասխանատվությունը խնդրում եմ ստորագրեք ու սկսենք Նախ պարզենք քննչականից որ փաստաթուղթ եք ուզում Նախ ասեմ ինչ դեպքի հետ կապված փաստաթուղթ Դիմումը, տրված հաղորդումը, ահազանգա Հանգամանալից շարադրեմ ինչ դեպք է եղել Ուրեմն գրեք, դանդաղացեմ գրեք Դուք ասեք որ ես Չէ, ես պետքա բառացի ասեմ, դուք է պետքա բառացի գրեք Հնարավոր է ընդհատիչ գրեք, չէ, ես շատ լավ կարողանում եմ իմ մտքերը շարադրել Դուք ասեք ամեն դեպքում ես կորոշեմ ոնց սկսել Չէ, դուք չեք որոշում, որոշում եմ ես հաղորդումը իր բովանդակությամբ պետքա գրվի Դա դուք չեք որոշում, դա ես եմ որոշում, թե դուք ինչ բովանդակությամբ շարադրեք իմ հաղորդման բովանդակությունը Դեպքը, որ դեպքը Որ գնացել եք ուզել եք Մի քանի օր առաջ եմ գնացել, բայց մինչև դեպքին անցնելը նախ պետքա նշենք Ինչ դեպքի հետ կապված է մեզ փաստաթուղթ ուզել Այդ ինչ դեպքի հետ կապված փաստաթուղթը դուք քննչականում ցուցմունք տալուց կպարզաբան եք Բայց ինչ գիտեք որ ցուցմունք են վերցնելու Դե կանչելու եք Դե ինչ գիտեք բարոյթ են նախաձեռնելու
Նախ պետք է վարույթ նախաձեռնել, նոր ցուցմունք Եթե վերցնել։ վարույթը չնախաձեռնել, ձեզ գրավոր պատասխան։ Ես ինքս նպատակահարմար եմ գտնում հաղորդումը շարադրել այն ձևով, որը ես ինքս ձեզ կթելադրեմ։ Եթե դուք իմ խոսքերը չգրեցիք, ես չեմ ստորագրելու այս հաղորդումը։ Ուրեմն ես հաղորդում եմ տվել Ստեփանավանի քննչական բաժնում, գրեք։ Որտեղ նշել եմ, որ անհայտ անձը շան հանդեպ դրսևորում է դաժան վերաբերմունք։ Քիչ արագ, հա։ Իմ այդ հաղորդման կապակցությամբ ես դանդաղ եմ ասում, որ դուք հասցնեք գրեք։ Արագ որ ասեմ, դուք չեք հիշի ես ինչ եմ ասել։ Իմ այդ հաղորդման կապակցությամբ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից քրեական վարույթ չի նախաձեռնվել եւ քննիչ Ֆիլիպ Նազարյանը հանցագործության դեպք է թաքցրել։ Ինչպես նաև ես հաղորդում եմ տվել ոստիկանության Ստեփանավանի բաժնում, որտեղ նշել եմ, որ Ոմն Հովանես Թորոսյանը զանգահարել է ինձ եւ ինձ կաշառք է առաջարկել որպեսզի ես իմ YouTube-յան ալիքում որպեսզի ես իմ YouTube-յան ալիքում տեղադրեմ իր կողմից պահանջված տեսանյութը։ Պահանջված։ Որպեսզի ես իմ YouTube-յան ալիքում տեղադրեմ իր կողմից պահանջված տեսանյութը։ Այսինքն փողը առաջարկել, ասել է, այս ինչ բանը քո YouTube-ով եթեր տեսանյութ տեղադրի։ Սակայն ես բնականաբար մերժել եմ այդ Հովանես Թորոսյանի կողմից ինձ կաշառք առաջարկելը եւ նրան ասել եմ, որ ես YouTube-ով գումար չեմ աշխատում։ Հավել եմ նաև, որ ես ձայնագրել եմ այդ Հովանես Թորոսյանի կողմից ինձ զանգահարելու եւ ինձ կաշառք առաջարկելու վերաբերյալ
մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։ Հավելեմ նաև, որ այդ Հովհաննես Թորոսյանը հետամտել է ինձ, և ինձ ներգրավվել է ինձ համար անցանկալի հաղորդակցության մեջ։ Մինչդեռ իմ այդ հաղորդման կապակցությամբ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Գարիկ Վերմիշյանի կողմից քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Ավելացնեմ նաև, որ իմ կողմից օրենքով գող Արսեն Երևանսկուն իմ յութուբյան ալիքով փաստարկված քննադատելու համար փաստարկված, ոչ թե փաստագրված, այլ փաստարկված քննադատելու եւ նրա կողմից կատարված հանցագործությունների մասին բարձրաձայնելու համար Սիսիան քաղաքի բնակիչ Վահե Խաչատրյանը նախադասությունը շարունակվում է։ Վահե Խաչատրյանը հավանաբար օրենքով գող Արսեն Երևանսկու ուղղորդմամբ իմ դեմ տվել էր ակնհայտ կեղծ եւ մտածածին հաղորդում։ Վերջակետ Վահե Խաչատրյանի կողմից իմ դեմ տրված այդ կեղծ եւ մտածածին հաղորդման կապակցությամբ Սիսիանի քննչական բաժնում Էդի Գեղինյանից նկատմամբ
մի քանի հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, եւ այդ քրեական վարույթն ուղարկվել էր Ստեփանավանի քննչական բաժին։ Դրանից հետո Էրի Գեղինյանս իմ զորեղ փաստարկներով ջախջախեցի քննիչների կողմից ինձ վերագրվող մտածածին մեղադրանքները, որից հետո Ստեփանավանի քննչական բաժնի պարկեշտ եւ պատվախնդիր քննիչ Գրիշա Բասմաջյանը որից հետո Ստեփանավանի քննչական բաժնի պարկեշտ եւ պատվախնդիր քննիչ Գրիշա Բասմաջյանը Պարկեշտ եւ պատվախնդիր քննիչ Գրիշա Բասմաջյանը որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով կարճել Էրի Գեղինյանից նկատմամբ հարուցված այդ շինծու քրեական գործի վարույթը։ Գրիշա Բասմաջյանը որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով կարճել Էրի Գեղինյանից նկատմամբ նախաձեռնված այդ շինծու քրեական գործի վարույթը։ Վերջակետ։ Վերոգրյալից ակնհայտ է, որ իմ դեմ ակնհայտ կեղծ եւ մտածածին հաղորդում տված անձ Վահե Խաչատրյանը Վերոգրյալից ակնհայտ է, որ իմ դեմ ակնհայտ կեղծ եւ մտածածին հաղորդում տված անձ Վահե Խաչատրյանը իմ նկատմամբ դիտավորյալ կատարել է եւ մտածածին հաղորդում տված Վահե Խաչատրյանը իմ նկատմամբ դիտավորյալ կատարել է սուտ մատնություն։ Դրանից հետո ես ոստիկանության Ստեփանավանի բաժնում եղանակային պայմաններից գնանք տուն, գնանք տուն։ Դրանից հետո ես ոստիկանության շարունակի։ Միտքը որտեղ կանգ առանք։ Վահե Խաչատրյանը իմ նկատմամբ դիտավորյալ կատարել է սուտ մատնություն։ Դրանից հետո ես ոստիկանության Ստեփանավանի բաժնում
Ոստիկանության Ստեփանյան բաժնում, հետո Հաղորդում տվեցի Ստորակետ, որտեղ նշեցի, հաղորդում տվեցի, որտեղ նշեցի, այդ Վահե Խաչատրյանի կողմից իմ նկատմամբ սուտ մատնություն կատարելու մանրամասների մասին։ Վերջակետ, մինչդեռ դրանից հետո Ստեփանավանի քննչական բաժնի քննիչի կողմից այդ Վահե Խաչատրյանի կողմից իմ նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական վարույթ չնախաձեռնվեց։ Իմ նկատմամբ Այդ Վահե Խաչատրյանի կողմից իմ նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական վարույթ չնախաձեռնվեց։ Ես պահպանելով բողոքարկման ընթացակարգը վերը նշված իմ 3 հաղորդումների կապակցությամբ քննիչների կողմից քրեական վարույթ չնախաձեռնելը ես արդեն իսկ բողոքարկել եմ Լոռու մարզի դատախազություն։ Սակայն ես Լոռու մարզի դատախազությունից ամենևին էլ արդարություն եւ արդարադատություն չեմ ակնկալում։ Սակայն ես Լոռու մարզի դատախազությունից ամենևին էլ արդարություն եւ արդարադատություն չեմ ակնկալում եւ Լոռու մարզի դատախազության կողմից իմ բողոքը մերժվելուց հետո ես կբողոքարկեմ դատարան։ Ավելացնեմ նաև, որ ես մի քանի օր առաջ գրավոր դիմում եմ հասցեագրել Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանին բութ խնդրելով ինձ տրամադրել վերը նշված իմ հաղորդումների կապակցությամբ
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում կազմված եւ Ստեփանավանի կանոն տամ թուղթ ունեք եթե թուղթ չունեք ասեք կտրամադրեմ Ստեփանավանի բաժնում կազմված եւ Ստեփանավանի քնչական բաժին ուղարկված նյութերի եւ փաստաթղթերի պատճենները հետո Վերջակետ մինչդեռ մինչ օրս իմ կողմից պահանջված բերը նշված փաստաթղթերի եւ նյութերի պատճենները Ստեփանավանի քնչական բաժնի պետ Սուրեն Դանելյանի կողմից այդպես էլ ինձ չեն տրամադրվել հետո Так, դրանց ինձ չեն տրամադրվել Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ասա մի քանի օր առաջ ես Ստեփանավանի քնչական բաժնում տեսել եմ հիշյալ քնչական բաժնի պետ Սուրեն Դանելյանին Եվ վերջինիս բառացի ասել եմ հետևյալ խոսքերը ասա Չակերտների մեջ Դանելյան Խնդրում եմ կհանձնարարեք որ ինձ տրամադրվի իմ դիմումում նշված նյութերի պատճենները Չակերտները փակեք որից հետո Դանելյանը ինձ պատասխանել է հետևյալը որից հետո Սուրեն Դանելյանը ինձ պատասխանել է հետևյալը Չակերտների մեջ նորից
որովհետև մեջբերում է, էլի։ Ասա, էլի միտքը տասա։ Միտքս ասում եմ։ Ես քո համար պարոն Դանիելյան եմ։ Նյութերի պատճեններն էլ չեմ ասելու, որ քեզ տրամադրեն։ Փչագերտները փակեք։ Իմ ու Սուրեն Դանիելյանի միջև տեղի ունեցած երկխոսությունը արձանագրել են Ստեփանավանի քննչական բաժնի միջանցքում առկա տեսախցիկները, Միջանցքի արձանագրել են Ստեփանավանի քննչական բաժնի միջանցքում առկա տեսախցիկները, ինչպես նաև ես ինքս ծածուկ ձայնագրել եմ ինչպես նաև ես ինքս ծածուկ ձայնագրել եմ իմ եւ Սուրեն Դանիելյանի միջև տեղի ունեցած այդ երկխոսությունը։ Իմ եւ Սա Դանիելյանի միջև Տեղի ունեցած այդ երկխոսությունը։ Վերջակետ, ինձ համար ակնհայտ է, որ իմ կողմից բողոքներ գրելով պայմանավորված Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանը ասա խիստ ընդգծված անբարյացակամ վերաբերմունքով է տրամադրված իմ նկատմամբ, խիստ ընդգծված անբարյացակամ վերաբերմունքով է տրամադրված իմ նկատմամբ, լուսամուտ բացի էլի հոտից չեմ կարող։ Ինչ հոտ չկա։ Հոտ եմ զգում ես, մի հատ լուսամուտ բաց կամարի վերաբերմունքով է տրամադրված իմ նկատմամբ, հա։ Հա։ Եվ իմ կողմից բողոքներ գրելով պայմանավորված, Այդ գրել ենք։ նորից ուրիշ բան ենք գրում, հիմա էլ այլ բան ենք գրում։ Եվ իմ կողմից Բողոքներ գրելով պայմանավորված, նույն բանը չենք գրում մի քանի անգամ։ բողոքներ Եվ իմ կողմից բողոքներ գրելով պայմանավորված, ված հետո ես ասա թե Լոռու մարզի քննչական բաժնի քննիչների, հետո
Եվ թե Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ենթարկվում եմ խտրական վերաբերմունքի։ Եվ թե ԼՄ դատախազության Դատախազների կողմից դատախազների կողմից ենթարկվում եմ խտրական վերաբերմունքի։ խտրական Ենթարկվում եմ խտրական վերաբերմունքի։ հետո Սակայն ես չեմ հանդուրժելու հետո Սուրեն Դանելյանի ապօրինի կամայականությունները հետո Ես չեմ նահանջելու, չեմ ընկրկելու չեմ ընկրկելու Ես չեմ նահանջելու, չեմ ընկրկելու հետո եւ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու պայքարել իմ խախտված իրավունքների վերականգնման համար։ իմ խախտված իրավունքների Վերականգնման համար։ հետո Ամփոփելով իմ դիտարկումները հավելեմ նաև, որ ես առաջիկայում դատական կարգով բողոքարկելու եմ վերը նշված իմ հաղորդումների կապակցությամբ քննիչների կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրությունները որի ժամանակ ես դատարանից կպահանջեմ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանից պահանջել դատարան ներկայացնել իմ հաղորդումների վերաբերյալ կազմված վերը հիշատակված փաստաթղթերը Էստեղ բանից է լուստրից է վառվածի հոտ է գալի երևի այդ հոտն ես ասում Չէ լուստրը որքան միանգամից 3 ջահ եմ միացրել հա իհարկե ունեմ 3 ջահ եմ միացրել ուժը չի հերիք հասնում այդ պատրոնից հոտ է գալի Այդ հոսանքի վառվածի հոտն է ես նասկու հոտը լավ թարգի Ես չեմ մոնտաժել ինչ որ խոսում ենք սա YouTube եմ գցելու Ես էլ չունեմ ոչ մի խնդիր։ Հասա։ Քանի որ դուք հանրային ծառայողներ եք, չէ՞։
Ես օրենքով իրավունք ունեմ ձեզ նկարահանելու, քանի որ իմ տանն եք դուք գտնվում, իմ բնակարանն էլ ինքը հատուկ պահպանվող տարածք չի համարվում։ Ոստիկանությունն է համարվում հատուկ պահպանվող տարածք, ես դրա համար չեմ եկել ոստիկանություն, ձեզ եմ խնդրել, որ դուք գաք իմ տանը վերցնեք հաղորդումը, որպես ես իրավունք ունենամ նկարահանելու, որովհետև եթե ես ոստիկանությունում տայի հաղորդում, չէի կարա նկարահանեմ։ Մենք թափանցիկ ենք աշխատում նկարահանելու։ Բա բան չեն ինձ խորհարկել եմ ասում են մի նկարի բաժնում հաղորդումներ տալը։ Դե դրա համար ես էլ այսուհետև բաժնում հաղորդում չեմ տալու։ Դու ասա, մի բան ունես ասա։ Հա, իհարկե ունեմ, դեռ ունեմ ավելացումներ։ Վերջը ուր հասանք։ Մի շեղվի թեմայից ընդհանրապես։ Վերջը ուր հասանք։ Վերջը հասանք փաստաթղթերը։ Ասի ինչ է ուզում ասեմ, մի հատ նայեմ։ Մտքերս մի բերեմ։ Պահանջում քննչապանի պետից պահանջել դատարաններ։ Հա։ Որից հետո ես դատարանից կպահանջեմ որից հետո ես դատարանից կպահանջեմ ինձ տրամադրել քննչականի պետ Սուրեն Դանիելյանի կողմից դատարանին ներկայացված ամբողջ փաստաթղթերի պատճենները։ Ամբողջ քննչականի պետ Սուրեն Դանիելյանի կողմից դատարանին ներկայացված ամբողջ փաստաթղթերի պատճենները։ Հետո Ես Սուրեն Դանիելյանին կստիպեմ առաջնորդվել օրենքով եւ հարգել օրենքը։ Կստիպեմ առաջնորդվել օրենքով եւ հարգել օրենքը։ Դու հիմի հանցագործության վերաբերյալ։ Ես ասեմ, հոդվածը բա չի տրամադրել։ Իհարկե, 208 հոդվածով նախատեսված։ Ինչ չես անի։ Դու հանցագործության հակիրճ բովանդակություն։ Հակիրճ չեմ ասում, ես հանգամանալից եմ ասում։ Այդ հանգամանալիցը դա քո խնդիրն է, ինչ կասես, որտեղ կասես։ Հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրություն։ Ես առաջի անգամ չեմ հաղորդում տալի, շատ լավ տիրապետում եմ հաղորդում տալու ընթացակարգին ու ոստիկանության դեմ էլ ոչինչ չունեմ։ Ինչ պետք է անես։ Ձեր տրամադրվածությունը չգիտեմ ինչի է դա պայմանավորված։ Ընդհանրապես հիմա մենակ ասեկոսներ ու խոսում եք։ Որևէ ինչ պիտի անես։ Ես մնացած քաղաքացիների նման չեմ, որ ոստիկանների հասցեն վիրավորանքներ հնչեցնեմ, չգիտեմ ինչ։ Նման բան ինձանից բացառվում է դուք սպասեք։ Հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն։ Հակիրճ չէ, ես հանգամանալից եմ ասում։ Այսինքն քո կյանքին վերաբերվող ինչ որ նպատակներ պետք չի նշենք սա։ Կյանքին չի վերաբերվում։ Ես սրան սենց կանեմ։ Ես ասում եմ կստիպեմ հարգել օրենքը։ Հարգել օրենքը եւ առաջնորդվել օրենքով։ Համապատասխան, ասա, հանցագործություն։ Այդ նշեք, նշեք։ Այդ նշեք։ Հա, նշում եմ, ասա։ Ես Ստեփանա, հա, ավարտում ենք արդեն, բան չի մնացել։ Ես Սուրեն Դանիելյանին կստիպեմ հարգել օրենքը եւ առաջնորդվել օրենքով։ Ես չեմ ասում եք կստիպեմ որ անօրինական բաներ անես։ Ես կստիպեմ որ օրենքով շարժվի ինքը, ընդհանրապես դա եմ ասում։ Հարգել օրենքը եւ առաջնորդվել օրենքով։ Եվ եթե Սուրեն Դանիելյանը այդքան սկզբունքային է, եթե Սուրեն Դանիելյանը այդքան սկզբունքային է, այո, ապա նա հանգիստ կարող է այդ նյութերի պատճենները դատարանին չտրամադրել։ Հետո Վերջակետ, ես էլ ավելի շատ սկզբունքային եմ։ Ես էլ ավելի շատ սկզբունքային եմ։
Ես էլ ավելի շատ սկզբունքային եմ եւ հետևողական եմ լինելու Սուրեն Դանելյանից ստանալ իմ իրավունքներին առնչվող բերը հիշատակված փաստաթղթերի պատճենները Վերջ Հոդվածը հիմի հոդվածն եք նշում ձեր ասած այդ հանցագործության դեպքը որն աստեղ հանցագործության դեպք Լավ ասեք Նկատի ունենալով այն հանգամանքը որ իմ կողմից Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանին հասցեագրված վերը նշված իմ դիմումի կապակցությամբ Մինչ օրս ընկած ժամանակահատվածում 11.05.2025 թվականի դրությամբ այդպես էլ ինձ չեն տրամադրվել անմիջականորեն իմ իրավունքներին եւ օրինական շահերին առնչվող վերը նշված նյութերի եւ փաստաթղթերի ամբողջական պատճենները ուստի գտնում եմ որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանը կատարել է քրեական օրենսգրքի 208 հոդվածով նախատեսված հանցագործություն Ուստի խնդրում եմ սույն հաղորդումն ուղարկել հակակոռուպցիոն կոմիտե եւ ինձ գրավոր տեղյակ պահել արդյունքների մասին Վերջ Ձեր ստորագրությամբ վերացրեք նշված Մի հատ պետք է անձամբ կարդամ նոր ինչ եք դուք գրել չնայած վստահ եմ որ գրել եք այն ինչ որ ես թելադրել եմ բայց ամեն դեպքում փաստաթուղթ ստորագրելուց առաջ կարդալը ճիշտ է Ձեռագիրն էլ մի քիչ անընթեռնելի է
պահեմ իմ վրա, տեսախցիկը, ուսուցում կարդալ, վերևում է, Ես հաղորդում եմ տվել Ստեփանավանի քննչական բաժնում, որտեղ նշել եմ, որ անհայտ անձը շան հանդեպ դրսևորում է դաժան վերաբերմունք։ Իմ այդ հաղորդման կապակցությամբ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից քրեական վարույթ չի նախաձեռնվել եւ քննիչ Ֆիլիպ Նազարյանը հանցագործության դեպք է թաքցրել, ինչպես նաև ես հաղորդում եմ տվել ոստիկանության Ստեփանավանի բաժնում, որտեղ նշել եմ, որ ոմն Հովհաննես Թորոսյանը զանգահարել է ինձ եւ ինձ կաշառք է առաջարկել, որպեսզի ես իմ YouTube-յան ալիքում տեղադրեմ իր կողմից պահանջված տեսանյութը։ Սակայն ես բնականաբար մերժել եմ այդ Հովհաննես Թորոսյանի կողմից ինձ կաշառք առաջարկելը եւ նրան ասել եմ, որ YouTube-ով գումար չեմ աշխատում։ Հավելեմ նաեւ, որ ես ձայնագրել եմ այդ Հովհաննես Թորոսյանի կողմից ինձ զանգահարելու եւ ինձ կաշառք առաջարկելու վերաբերյալ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։ Հավելեմ, որ վերջինս հետամտել է ինձ եւ ինձ ներգրավվել է ինձ համար անցանկալի հաղորդակցության մեջ։ Մինչդեռ իմ այդ հաղորդման կապակցությամբ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Գարիկ Վերմիշյանի կողմից քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Ավելացնեմ, որ իմ կողմից օրենքով Գող Արսեն Երևանսկուն իմ YouTube-յան ալիքում փաստարկված քննադատելու եւ նրա կողմից կատարված հանցագործությունների մասին բարձրաձայնելու համար Սիսիան քաղաքի բնակիչ Վահե Խաչատրյանը հավանաբար օրենքով Գող Արսեն Երևանսկու ուղղորդմամբ իմ դեմ տվել էր ակնհայտ կեղծ եւ մտածածին հաղորդում։ Ձեռագիրը անընթեռնել է, դրա համար եմ դժվարությամբ կարդում, թե չէ շատ վարժ եմ կարդում։ Վահե Խաչատրյանի կողմից իմ դեմ տրված այդ կեղծ եւ մտածածին հաղորդման կապակցությամբ Սիսիանի քննչական բաժնում Էրի Գեղինյանից նկատմամբ մի քանի հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ եւ այդ քրեական վարույթն ուղարկվել էր Ստեփանավանի քննչական բաժին։ Դրանից հետո Էրի Գեղինյանս իմ զորեղ փաստարկներով ջախջախեցի քննիչների կողմից ինձ վերագրվող մտածածին մեղադրանքները, որից հետո Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Պարկեշ եւ պատվախնդիր քննիչ Գրիշա Բասմաջյանը որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով կարճել Էրի Գեղինյանից հանդեպ նախաձեռնված այդ շինծու քրեական գործի վարույթը։ Վերոգրյալից ակնհայտ է, որ իմ դեմ ակնհայտ կեղծ եւ մտածածին հաղորդում տված Վահե Խաչատրյանը իմ նկատմամբ դիտավորյալ կատարել է սուտ մատնություն։ Դրանից հետո ես ոստիկանության Ճիշտ է։ Սա վերջում կստորագրեմ, հետո չխառնենք։ Չեմ խառնի, կկարդամ, վերջում կստորագրեմ բոլորը։ Հա։ Էս պետք է տակ։ Դրանից հետո ես ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տվեցի, որտեղ նշեցի այդ Վահե Խաչատրյանի կողմից իմ նկատմամբ սուտ մատնություն կատարելու մանրամասների մասին։ Մինչդեռ դրանից հետո Ստեփանավանի քննչական բաժնի քննիչի կողմից այդ Վահե Խաչատրյանի կողմից իմ նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական վարույթ չնախաձեռնվեց։ Ես պահպանելով բողոքարկման ընթացակարգը վերը նշված իմ 3 հաղորդումների կապակցությամբ քննիչների կողմից քրեական վարույթ չնախաձեռնելը ես արդեն իսկ բողոքարկել եմ Լոռու մարզի դատախազություն, սակայն ես Լոռու մարզի դատախազությունից ամենևին էլ արդարություն եւ արդարադատություն չեմ ակնկալում եւ Լոռու մարզի դատախազության կողմից իմ բողոքը մերժվելուց հետո ես կբողոքարկեմ դատարան։ Ավելացնեմ նաև, որ ես մի քանի օր առաջ գրավոր դիմում եմ հասցեագրել Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանին, խնդրելով ինձ տրամադրել վերը նշված իմ հաղորդումների կապակցությամբ ոստիկանության Ստեփանավանի բաժնում կազմված եւ Ստեփանավանի քննչական բաժին ուղարկված նյութերի եւ փաստաթղթերի պատճենները։ Մինչդեռ մինչ օրս իմ կողմից պահանջված վերը նշված փաստաթղթերի եւ նյութերի պատճենները Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանի կողմից ինձ այդպես էլ չեն տրամադրվել։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ ես Ստեփանավանի քննչական բաժնում տեսել եմ հիշյալ քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանին եւ վերջինիս բառացի ասել եմ հետեւյալ խոսքերը.
Դանիելյան, խնդրում եմ կհանձնարարեք, որ ինձ տրամադրվի իմ դիմումում նշված նյութերի պատճենները, որից հետո Դանիելյանը պատասխանել է հետևյալը. Ես քո համար պարոն Դանիելյան եմ, նյութերի պատճեններն էլ չեմ ասելու, որ քեզ տրամադրեն։ Իմ ու Սուրեն Դանիելյանի միջև տեղի ունեցած երկխոսությունը արձանագրել են Ստեփանավանի քննչական բաժնում առկա միջանցքի տեսախցիկները, ինչպես նաև ես ինքս ծածուկ ձայնագրել եմ իմ եւ Սուրեն Դանիելյանի միջև տեղի ունեցած այդ երկխոսությունը։ Ինձ համար ակնհայտ է, որ իմ կողմից բողոքներ գրելով պայմանավորված Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանը խիստ ընդգծված անբարյացակամ վերաբերմունքով է տրամադրված իմ նկատմամբ Եվ իմ կողմից բողոքներ գրելով պայմանավորված, ես թե Լոռու մարզի քննչական բաժնի քննիչների եւ թե Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ենթարկվում եմ խտրական վերաբերմունքի։ Սակայն ես չեմ հանդուրժելու Սուրեն Դանիելյանի ապօրինի կամայականությունները, ես չեմ նահանջելու, չեմ ընկրկելու եւ հետևողականորեն հետամուտ եմ լինելու պայքարել իմ խախտված իրավունքների վերականգնման համար։ Ամփոփելով իմ դիտարկումներս, հավելեմ, որ ես առաջիկայում դատական կարգով բողոքարկելու եմ վերը նշված իմ հաղորդումների կապակցությամբ քննիչների կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրությունները, որի ժամանակ ես դատարանից կպահանջեմ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանից պահանջել դատարան ներկայացնել իմ հաղորդումների վերաբերյալ կազմված վերը հիշատակված փաստաթղթերը, որից հետո ես դատարանից կպահանջեմ ինձ տրամադրել քննչականի պետ Սուրեն Դանիելյանի կողմից դատարանին ներկայացված ամբողջ փաստաթղթերի պատճենները։ Ես Սուրեն Դանիելյանին կստիպեմ հարգել օրենքը եւ առաջնորդվել օրենքով, եւ եթե Սուրեն Դանիելյանը այդքան սկզբունքային է, ապա նա հանգիստ կարող է այդ նյութերի պատճենները դատարանին չտրամադրել։ Ես շատ ավելի շատ սկզբունքային եմ եւ հետեւողական եմ լինելու Սուրեն Դանիելյանից ստանալ իմ իրավունքներին առնչվող վերը հիշատակված փաստաթղթերի պատճենները։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իմ կողմից Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանին հասցեագրված վերը նշված իմ դիմումի կապակցությամբ մինչ օրս ընկած ժամանակահատվածում, այսինքն սույն թվականի մայիսի 11-ի դրությամբ, այդպես էլ ինձ չեն տրամադրվել անմիջականորեն իմ իրավունքներին եւ օրինական շահերին առնչվող վերը նշված նյութերի եւ փաստաթղթերի ամբողջական պատճենները, ուստի գտնում եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանը կատարել է քրեական օրենսգրքի 208 հոդվածով նախատեսված հանցագործություն, ուստի խնդրում եմ սույն հաղորդումն ուղարկել հակակոռուպցիոն կոմիտե եւ ինձ գրավոր տեղյակ պահել արդյունքների մասին։ Ճիշտ է։ Հենց ստորագրությունը դիր ձեր այստեղ։ Ստորագրեք։ Հաղորդման տեքստը կարամ նկարահանեմ։ Ոչ։ Ստորագրեք։ Մեկը արդեն հրապարակեցի հաղորդման մեջ ինչ որ արկածոլված է։ Քանի թերթից է բաղկացած։ Գրեք հաղորդումը գրված է 5 թերթերի քանակն էլ եմ նշում։ 5 էջա։ Անձամբ կարդացի, սկզբից հետ եմ գրում 5 էջից բաղկացած։ Ինգեջից բաղկացած հաղորդումս անձամբ կարդացի։
դրված է իմ թելադրանքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ։ Տեսուչի կողմից Հա։ գրված է տեսուչի կողմից իմ թելադրանքով։ Ձեր անազգան նկասեք, չնայած ես գիտեմ, բայց եթերը մերև է, եթե ուզում եք էլի։ Չեմ ուզում։ Շնորհակալն եմ, որ արագ արձագանքեցիք, չմերժեցիք, եկաք տանը վերցրեցիք։ Մենք միշտ պատրաստ ենք, միշտ։ Լավ կլինի, որ այսուհետև միշտ տուն գաք, էլ ես բաժին չգամ։ Ուղղակի նշեցի Շատ եմ ես հաղորդումներ տալու։ ասի հանգամանք կա կգաք կասեմ թե խի չեմ կարող գամ բաժին, պետք է հետաքրքրել իմանալը, բայց գրի որ զադերժկա չլնեմ ստեղ մի րոպե ավել, հետո արդեն կասես թե խի չես ուզեցեք գաս բաժին։ Կտրոն ծանուցագիր, հա, էդ էլ եմ ուզում։ Այո։ Հլա չէ։ Ինչ անեմ ախպեր։ Ստեղ ավելի կարևոր բան եմ դրասնում ես։ Չեմ կարող ասել։ Հա, էլի է։ Ստեղ ստորագրություն։ Ինչ է գրել հագիրջը։ Այս ձերը տալու եմ ես ձեզ։ Այսա կարակ կարդամ, ինչ է գրած Այս կտրոն ծանուցագիրը որ տամ, դուք ձերը կկարդաք, ստեղ պետք է որ ստորագրեք նոր Չէ, մի հատ պետք է կարդամ, ինչ է գրել, նոր ստորագրեմ։
Դուք ստորագրում եք այն բանի համար, որ ստացած ծանոթագիր է։ Պետքա վերևը նայեմ ինչա գրած։ Չէ, իմ գրածն է ինձ հետաքրքրում։ Քո գրածը ստեղ է, մեկ էլ ստեղ, որը Իմ գրածի հետ կապված դուք գրառում եք արել, դա է ինձ հետաքրքրում։ Քո գրածի հետ կապված գրել եմ ես Ստեփանավանի քննչական բաժնի պետ Ս. Դանիելյանը իրեն չի տվել իր վերաբերյալ փաստաթղթերի պատճենները։ Z քաշեք, այստեղ Z քաշեք, որ հետո բան չավելացվի իմ ստորագրելուց հետո։ Այստեղ ստորագրեք։ Ստեղ 11:05 Ժամն էլ նայեք արձանագրեք։ Ժամը հիմա 16:28 է։ Գրեք։ Գալստյան։ Այո։ Բայց մի հատ նայի, դիվանի տակ հաստատ մի բան կլի երինան։ Հարգելի հետևորդներ, հիմա այս պահին Ստեփանավանում հորդառատ անձրև է գալիս։ Ինչպես արդեն տեսակ, ես իմ բնակարանը էի հրավիրել ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներին, որպեսզի ինձնից հանցագործության մասին գրավոր հաղորդում վերցնեն։ Եվ ես ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների մոտ հանցագործության մասին գրավոր հաղորդում տվեցի Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանի կողմից իմ նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ, այսինքն քրեական օրենսգրքի 208 հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ։ Հիմա բարձրաբանեմ, թե դա ինչ հոդված է, մասնավորապես քրեական օրենսգրքի 208 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից քաղաքացու իրավունքներին առնչվող փաստաթղթեր, նյութերը քաղաքացուն չտրամադրելու համար։ Ուստի ես այդ հանցակազմով հաղորդում տվեցի Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանի դեմ, եւ ինչպես արդեն ես հաղորդում տալու ժամանակ նշեցի, հիմա նույնպես վերահաստատում եմ, որ ես Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանին օրենքի շրջանակներում կստիպեմ, որպեսզի նա հարգի օրենքը եւ առաջնորդվի օրենքով եւ եթե այդքան սկզբունքային է Սուրեն Դանիելյանը եւ եթե իրոք մինչեւ հիմա որոշել է այդ նյութերի պատճենները ինձ չտրամադրել, ապա եթե նա իսկապես Սուրեն Դանիելյանը, եթե իսկապես այդքան սկզբունքային է, ապա թող մինչեւ վերջ հավատարի մնա իր սկզբունքայնություն, թող մինչեւ վերջ հավատարի մնա իր սկզբունքայնությանը եւ թող մինչեւ վերջ այդպես էլ դատարանին չտրամադրի իմ կողմից պահանջված այդ նյութերի փաստաթղթերի պատճենները։ Ես վստահ եմ, որ երբ որ դատարանը արդեն քննչականի պետ Սուրեն Դանիելյանից կպահանջի
իմ կողմից պահանջված այդ փաստաթղթերը, ապա միանշանակ վստահ եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանը միանշանակ դատարանին կտրամադրի իմ կողմից մատնանշված այդ նյութերը եւ իմ պահանջով դատարանը արդեն այդ նյութերի պատճենները կտրամադրի ինձ։ Այսինքն ամեն դեպքում ես թեկուզ դատական ճանապարհով ամեն դեպքում ես միանշանակ ստանալու եմ, այսինքն քննչական բաժնի պետ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանից ամեն դեպքում ես դատական ճանապարհով ստանալու եմ իմ կողմից ակնկալվող այդ նյութերի եւ փաստաթղթերի պատճենները եւ ինչպես արդեն նշեցի, ես չեմ ընկրկելու, չեմ նահանջելու եւ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու պայքարել իմ խախտված իրավունքների համար։ Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին, իմ ահազանգին անմիջապես արձագանքելու եւ ինձնից պատշաճ կերպով հաղորդում ընդունելու համար։ Ասեմ, որ ես ոստիկանության նկատմամբ ամենևին էլ վատ տրամադրված չեմ եւ ի տարբերություն քննիչների ու դատախազների էլի որոշ չափով ոստիկանությունը պայքար տանում է հանցավորության դեմ, կրկնում եմ, ի տարբերություն շատ ու շատ քննիչների եւ դատախազների։ Լավ կլիներ, որ քննիչները եւ դատախազները նույնպես որդեգրեին այն նույն գործելավոճը, ինչ գործելավոճ, որ որդեգրել են ոստիկանները։ Փառք ու պատիվ մեր հայոց ոստիկաններին։ Եվ եւս մեկ անգամ շնորհակալություն Ստեփանավանի ոստիկանության բաժնին իմ հաղորդմանը արագ արձագանքելու եւ ինձնից պատշաճ հաղորդում ընդունելու համար։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։